Սլանում ենք դաշտերով, բլուրներով և գնում ենք մի հետաքրքիր վայր, մի շատ փոքրիկ, պատմական, շատ հետաքրքիր քաղաք, որի անունն է Կասել։ Ահա մենք այդ բլուրում ենք, Մոն Կասել, այսինքն Սար Կասելում ենք, և ահա հայտնի հողմաղացը, ակամայից հիշեցի Համոսահյանին, Արագիլն էլի իջավ տանիքիս, վար դնեմ մի պա բեռը տարիքիս, Արագիլի հետ դաշտերը գնամ, գարնան մեջ սրտիս դռները բանամ ու նորից լցվեմ աշխարհով, բուրմունքի, շողքի, ցնորքի պաշարով, առասպելներով չշարադրված, ծաղկումի տենդով առեղծվածային, մեղեդիներով չձայնագրված և շշուկներով գերաստվածային, և այդ բոլորին այնպես հաղորդվեմ, որ մանկությունս նախանձից մեռնի, ծիածանի մեջ այնպես շաղոթվեմ, որ մաքրությունս նախանձից մեռնի, այդ բոլորի մեջ այնպես մխրճվեմ, և այդ բոլորով այնպես ներշնչվեմ, ներշնչանքի մեջ այնքան խորանամ, որ կորուստների ցավը մոռանամ անգամ բեռը տարիքիս, Արագիլն էլի իջավ տանիքիս։ Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, եկել ենք մեր տարածաշրջանի ամենահյուսիսային հատվածը, որը կոչվում է Կասել, փոքրիկ քաղաք է, վիլաժ են երբեմն ասում այստեղ, և այստեղ շատ հայտնի հողմաղացը, քայլելու համար շատ հարմար տեղ է, կանաչապատ է, մաքուր օդ շնչելու համար ենք եկել, կիրակի օր է, որոշեցինք, որ կիրակին անցկացնենք բնության գրկում, և շատ ճիշտ արեցին, որ եկանք, քանի որ այստեղ օդը շատ մաքուր է, եթե համեմատում ենք մեր քաղաքի հետ։ Հիմա ես կշրջեմ, դուք կտեսնեք, թե որտեղ են գտնվում, հայտնի ինչ տեղեր կան, կայցելենք միասին, և օրներս նման ձևով այսօր էլ կանցկացնենք, կարծում եմ շատերին կհետաքրքրի, ամեն դեպքում ճարտարապետությունը տարբերվող է, ես մեր քաղաքի շենքերը ձեզ շատ եմ ցույց տվել, հաճախ եմ ցույց տվել ավելի ճիշտ, և նման ճարտարապետություն է այստեղ եղել, պատմությունը հուշում է, որ այս տարածքները եղել են ոչ ֆրանսիական, բայց 16, 17-րդ, նույնիսկ 19-րդ դարերում հետ են վերցրել, նորից Ֆրանսիան է վերցրել, մի խոսքով պատերազմների ընթացքում և պատերազմների արդյունքում այս տարածաշրջանը, որ կոչվում է հյուսիսային տարածաշրջան, որտեղ էլ որ մենք ապրում ենք, նող ֆրանսերեն, այս տարածքը հիմա ֆրանսիական է և եթե հիշում եք մենք ուխտ էին գնացել ֆրանսիական, սա նման մի տեղ է, բարձր բլուր կարելի ասել, ամեն դեպքում մենք բարձրադիր տեղում ենք, դրա համար էլ էստեղ քամոտ է և մի փոքր սառն է, այդ իսկ պատճառով տակ եմ հագնվել, արևոտ օր է, հաճելի օր է, շատ մարդ կա, մի խոսքով հաճելի ժամանակ ենք անցկացնում, մնացեք ինձ հետ, տեսնենք հետո ինչով ենք զբաղվելու, առայժմ։ Բլուրը բարձրանում են մի քանի կողմերից, ես գերադասեցի բարձրանալ նման հետաքրքիր աստիճաններով, աջ կողմով կարելի է շրջանցել, նաև տարբեր տեղերից, որը որ կտեսնենք հետո, բայց ինձ գրավեց այս բույսը, եթե լոռեցիներ կան, ուշադիր նայեք և փաստեք, սա մեր իսկ օդն է, թե ոչ, չգիտեմ, կասկածեցի, ինչպես ասում են, ձուլվելով բնության հետ, հիանալով այս կանաչներով, բարձրանում եմ դեպի վերև, շատ զբոսաշրջիկներ կան, տարբեր տեղերից եկած, տարբեր լեզուներով են խոսում, կարևորը բարեհամբույր են, տեսնելիս բարևում են, ահա տեսեք, թե ինչքան գեղեցիկ աստիճաններ են, առաջ եմ շարժվում։ Քանի որ բլուրը բարձր է և քամիները այստեղ շատ են եղել, դեռևս 16-րդ դարում շատ հողմաղացներ են այստեղ կառուցված եղել, սակայն այս վերջինը 1947 թվականին է ստեղծվել, սա թանգարանային մոդել է, բայց ներսում դեռ գործում են այդ մեխանիզմները, իսկ սա էլ պատերազմի
1914-18 թվականների զոհերի հիշատակին կառուցված հուշարձանն է։ Քամու համբույրից դողաց մի տերև շշուկով դիպավ իր հարևանին, խշխշաց հանկարծ իմ գլխի վերև ու տարուբերվեց հինավուրց կաղնին։ Կռացավ կաղնին նորից բարձրացավ, ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, և շշուկն այսպես ծառից ծառ անցավ, հասավ հեռավոր խորքերն անտառի։ Ալեկոծվում էր անտառը հուզված ու ոսկեզօծված գլուխն օրորում, իր մեծ գրկի մեջ քամու համբուրած, փոքրիկ տերևն էր կարծես որոնում։ Խշշում էր անտառն ու տարուբերվում, երկինքն էր հասնում խշշոցը նրա, իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում և ծիծաղում էր անտառի վրա։ Սիրելի հետևորդներ, այսօր առանց Համո Սահյանի հնարավոր չէ, քանի որ բնության մեջ, բնության հետ ձուլված և ամենալավ բնությունից հասկացող, ներկայացնող բանաստեղծն էլ հենց Համո Սահյանն է։ Սրանք ինչեր են, ուրեմն բլրի 4 կողմերում գրված են հայտնի քաղաքներ իրենց ուղղություններով, թե հենց այս կետից, որ ուղղության վրա է տվյալ հայտնի քաղաքը։ Իսկ սա էլ, այս հողմահացը, հենց թանգարանային նմուշն էր։ Տեսեք ինչքան գեղեցիկ է ամենուր։ Սա էլ հայտնի Մարշալ Ֆոշն է, որը էլի Ֆրանսիայի համար բավականին հաղթանակներ է ապահովել։ Այս բլուրը և շրջակա տարածքը նախապատմական շրջաններից դեռ բնակեցված է եղել։ Շատ կարևոր ճանապարհ է եղել նաև հռոմեական զինվորների իրենց զորախմբի համար, ինչպես նաև հանդիսացել է այնպիսի կետ, որով կարելի է անցնել գալ նաև Լիլ, մեր քաղաքը, ինչպես նաև Բրյուգեն բելգիական քաղաք է, այսպես շատ կարևոր ռազմավարական կենտրոն է եղել ու կա։ Հետաքրքիր է, չէ, որ կա դեռևս, և հենց այստեղ էլ լրիվ պահպանված է հյուսիսֆրանսիական ճարտարապետության ոճը, եթե հիշում եք, մեր քաղաքի նման է։ Սա էլ մյուս կողմից է, թե որ էլի քաղաքներն են գրում Բրյուգե դե ֆրանսերեն է այստեղ գրված, Սանկտ Պետերբուրգ ուղղությունները, ծանոթ քաղաքներ ենք տեսնում։ Շատ հետաքրքիր է վերևից նայել, և վերևից էլ, երբ կասելի ճակատամարտն է եղել, դեռևս 1328 թվականին Ֆիլիպ 6-րդը արդեն գրավել է այս տարածքը և դարձել է ֆրանսիական։ Ահա այս սիմվոլը, հողմաղացը սիմվոլ է հանդիսանում այս քաղաքի։ Մյուս կողմից է Լտրեպոր, Դիեպ, այս քաղաքներում ենք եղել, էլի տարբեր քաղաքներ ուղղությունները ցույց է տալիս։ Շատ հետաքրքիր է վերևից նայելը, տեսեք տանիքները ինչքան սիրուն են, չէ, կարմիր գույնը, այս կղմինդրի գույնը շատ գեղեցիկ տեսք է տալիս և հատկապես շատ սիրուն է։ Կարճ ասած, գրեթե ոչինչ չի փոխվել այս քաղաքում, այս դարերի ընթացքում, և նույնիսկ այս հատվածը, որտեղից որ իջնում ենք այս բլրից, որոշեցինք այս կողմով իջնել և հենց ձեզ ցույց տալ, որ Ֆրանսիայում ամեն հինը պահպանվում է։ Սա շատ կարևոր է և նեղ այս մայթերը, որը նույնպես 17-րդ, 18-րդ դարերից պահպանված է։ Դե բնականաբար այստեղ իշխանների, հարուստների առանձին տներն են, որ հիմա այսպես շարք է կազմում, և ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, ասել, որ Ֆրանսիայում կա օրենք, որ սա ասեմ ուր է գնում, սա էզնեղ ճանապարհով, տեսեք, բարձանում է այդ բլուրը նորից, տարբեր ուղղություններով, տեսեք ինչքան նեղ է, շարունակեմ միտքս, այս շենքը 1729 թվականից կառուցված է, և այդ թվերից կառուցված որևէ շենք, եթե ներկված է եղել այդ ժամանակաշրջանում, տեսեք, ասենք կապույտ, կողքը կարմիր, չէ, այս մեկը սպիտակ, սա մի քիչ կապույտի ուրիշ երանգ, մինչև հիմա, տեսեք, նույն գույներն են ներկել ու վերևում էլ էլի կապույտ, բորդո,
Ահա թե որն է համարվում երկրի մասին մտածելը, իրենց ժառանգությունները պահպանելը։ Հինը երբեք չեն քանդում, իսկ այս քաղաքը տիպիկ օրինակ է այդ դարերի։ Գրեթե ոչինչ փոխված չէ։ Իհարկե որոշ նորամուծություններ արված են, բայց եթե նկատում եք, որ հինը ամենուր է, ահա շենքերի բազմազանությունը հենց այդ մասին է խոսում։ Փոքրիկ շենքեր, նեղ նրբանցքներ, փողոցներ, այսպես, եւ այս ամենը շատ գեղեցիկ է։ Առաջ գնանք, տեսնենք այս հատվածում ինչ է, նորից գեղեցիկ շենքերի հատված, այնտեղ հուշարձան է, մոտենանք, տեսնենք ինչ հուշարձան է, այս հուշարձանը փաստորեն առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանն է։ Հետաքրքիր տեղ է, անցնենք, նստարաններ կա, մի փոքր նստեմ, ձեզ ինֆորմացիա տամ եւ արդեն առաջ շարժվեմ։ Տեղի օդը շատ մաքուր է, շուրջը դաշտեր եւ մի փոքր այդպես բարձրադիր բլուրներ, կարճ ասած հանգստյան օրը անց են կացնում կասելում, դուք էլ ինձ հետ միասին։ Հիմա ձեզ հետ խոսում եմ եւ իմ ձախ կողմում գտնվում է մի հրաշալի եկեղեցի։ Մտնենք միասին, տեսնենք ինչ կա, այստեղ կա նաև թանգարան եւ թանգարան կմտնենք, որից հետո արդեն պարզ կլինի, թե ինչպես կանցկացնենք Կիրակի օրը ձեզ հետ միասին։ Առայժմ լավ արև է, ուժեղ արև է։ Ամեն դեպքում Կիրակին ինձ հետ։ Այս եկեղեցին գտնվում է Կասելի սրտում եւ կոչվում է Տիրամայրը կրիպտից, կրիպտը փաստորեն նշանակում է, որ այստեղ գերեզմանային սրահ է նաև եղել, կամ էլ նախկինում սրբավայր է եղել, կառուցվել է սկզբում գոթական ոճով, հետո արդեն բարոկո եւ վերածննդի ոճերն են իշխել, բազմիցս պատերազմների ժամանակ քանդվել է, ահա այն տեղը, որտեղ մարդիկ իրենց մեղքերն են խոստովանում, զարմանալի է, չէ, որ մինչև հիմա պահպանված են եւ այստեղ մտնում են, մյուս կողմում էլ քահանան լսում է։ Մի խոսքով, ահա այդ մեղքերի քավելու վայրը, եկեղեցին 16-րդ դարից մինչև հիմա պահպանել է իր հիմնական տեսքը, բայց ավիրվել է, որից հետո նորից վերականգնվել է։ Սա այն վայրն է, որտեղ գալիս են բոլորը իրենց աղոթքները անելու, գործող եկեղեցի է, մշտապես բաց է, դե դուք արդեն ամեն ինչ տեսնում եք այստեղ, նշված է, որ Քրիստոսն է մեր խաղաղությունը, եւ այստեղ խաղաղություն է գրված, այս ֆրանսերեն է գրված, մի խոսքով շատ սիրուն է, շքեղ է, ունի նաեւ շատ փայտե եւ քարե քանդակներ, դե արդեն տեսնում եք, որ լուսամուտները վիտրաժ, այդ վիտրով ոճով են կառուցված, ինչպես նաեւ ամեն մասունքները, շատ հետաքրքիր է, անկեղծ ասած ուզում եմ մոմ վառել, փնտրում եմ լուցկի, բայց չկա։ Վերջին ժամանակները մեր քաղաքի եկեղեցիներում լուցկիներ էին դրել, հիմա չգտա, սա էլ արդեն հենց վերնամասն է, մուտքի վերևն է, երևի արգան են նվագում այդտեղ, շատ սիրուն եկեղեցի էր ի դեպ, եւ մինչ օրս այստեղ նորից եմ կրկնում, պահպանվել է այն ամենը, ինչը որ ֆլամանդական այդ արվեստն է ներկայացնում նաեւ եկեղեցում։ Եվ հավատքի առումով տեսեք ինչքան շատ հավատացյալներ կան, թվում է թե Եվրոպայում կամ Ֆրանսիայում մարդիկ չեն հավատում, բայց քավլիցի։ Չնայած կարծես թե իրենց եկեղեցիները թանգարաններ լինեն, չէ, շատ շքեղ են, հիանալի վայր է, նաև մարդկանց հավաքատեղի է։ Կաթոլիկ եկեղեցու տոները միշտ համընկնում են առաքելական եկեղեցու տոների հետ, ինչպես նաև այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին, եւ եթե նկատում եք որևէ նման արարողակարգ ծիսակարգ, այստեղ չեն անում այս ընթացքում,
եւ նշաններ էլ չկա, որ անում են, մի խոսքով իրենք նման է մեր եկեղեցուն, կարճ ասած, ես մի քիչ այդքան մանրամասն չգիտեմ, եւ ահա Տիրամայրն է, որտեղ էլ որ ես վերջնականապես գտա մոմը, թե որտեղից էին վաճառում, եւ ահա իմ մոմը վառում եմ, թող բոլորի ցանկությունները կատարվեն, թող բոլորը առողջ լինեն, երջանիկ լինեք, մի խոսքով, սա էլ երևի կնքելու ժամանակ այդ ջուրն է։ Մի խոսքով շատ սիրուն, շատ շքեղ եկեղեցի է, այստեղից դուրս գանք, բայց այս մեծ դռները փակ է, փոքր դուռն է։ Եվ վերջապես եկեղեցու դիմացի հատվածում եմ, այստեղ ավելի քամի է, կարծես թե, իրոք, եւ եթե նկատում եք ամենուր մեքենաներ են, բնականաբար մարդիկ այստեղ եկել են, թե վայելելու մաքուր օդը, թե հանգստանալու, իսկ այս նեղ ճանապարհն էլ հետաքրքրեց, այսպես առաջ շարժվեցի եւ փաստորեն եկեղեցականների ճանապարհն է, որով մտնում են եկեղեցի երևի ետնամասից։ Մի խոսքով սրանք էլ երևի իրենց ապրելու տեղն են։ Ցավոք այնքան ուժեղ քամի էր, որ ձայնս չէր լսվում, քամու աղմուկը ավելի շատ էր, քան իմ ձայնը։ Հիմա ես ձեզ կասեմ, թե ինչից եմ խոսում։ Ներկայացնում եմ եկեղեցու մասին, ասում եմ, որ շուտով գնում ենք թանգարան, որը կոչվում է Musée de Flandre, սա ֆլամանդական Ֆլանդրը այս տարածքն է, Լիլն էլ է հենց այդ տարածքում գտնվում, բայց մինչ թանգարան գնալը, ահա այնտեղ որ այն հովանոցը բացում է, որոշեցին գնալ այս գեղեցիկ շենքի մոտի սրճանը, սուրճ խմենք, որից հետո արդեն մտնենք թանգարան։ Սա էլի նեղ հատված է։ Տեսեք ինչքան գեղեցիկ շենքեր են, չես դադարում հիանալ։ Ահա սուրճը եւ գները տների, դա էլ հետաքրքրեց, չգիտեմ ձեզ երևում է լավ թե ոչ, վերևի կանաչ անկյունում գներն է, ամեն մի տան։ Մտածեցինք, որ այստեղ շատ լավ տեղ է, շատ հանգիստ է, իդեպ բացի ֆրանսիացիներից որևէ այլ ազգի այստեղ չտեսանք։ Մաքուր ֆրանսիացիներ էին եւ իրենց տներն էլ լրիվ առանձնացված ցանկապատերով, ծաղիկներով, հատկապես ճանապարհի այդ հատվածում, որ գալիս էինք, հրաշք էր։ Ահա, սիրելիներս, սա քաղաքի հրապարակն է եւ սա էլ հրապարակում գտնվող թանգարանն է։ Բանից պարզվում է, որ այսօր թանգարանի մուտքը անվճար էր։ Ինչու, որովհետեւ մեր տարածաշրջանում ամեն ամսվա առաջին կիրակին բոլոր թանգարանները անվճար են։ Դե բնականաբար ամեն ինչը ցույց չեմ տա ձեզ, սիրելիներս, ձեզ կներկայացնեմ մի քանի նկարներ եւ կներկայացնեմ նաեւ մի քանի սրահներ։ 12 սրահները փոքրիկ այդպես սրահներ էին, սա էլ ինչ որ անհայտ քանդակագործի է, դե պարզ է մահացողի աճյունի մոտ են, այստեղ հավաքված Մայր Աստվածածինն է Հիսուսի հետ, այս փոքրիկ, տեսեք, հիմա կմոտենամ, կնայեմ փոքրիկ արձանն էր, շատ գրավեց ինձ, հիմնականում եկեղեցական թեմաներով են նկարները եւ քանդակները, եւ փոքրիկ այսպես սրահներ են, ամեն մեկից դուրս ես գալիս հաջորդ սրահը, եւ այս սրահում հիմնականում նկարներն էին, եւ հաջորդ սրահում արդեն դիմանկարներ, այսպես իրենք առանձնացրել էին, այստեղ հավաքված է այս թանգարանում ֆլամանդական բոլոր արվեստի աշխատանքները, բոլոր նկարիչների աշխատանքները։ Դե հիմա ես այստեղ քարտեզ կա ձեզ մոտիկից ցույց կտամ եւ ձեզ համար արդեն ամեն ինչ պարզ կլինի։
դեռևս 15-րդ դարերից կան աշխատանքներ եւ այստեղ էլ զարմանալին ինչն էր, որ կարծես թե այս խաղաքարտերով էր պատրաստված։ Իսկ սա ինչ որ գալանտ ժեստ է, էլի կոչվում սցեն, որը որ Սիմոն դե Վոյի աշխատանքն է, Ամստերդամից է այդ հեղինակը, իսկ սա հենց այդ քարտեզն է, ժողովուրդ ջան, հələ նայեք, կարմիրի մեջ լիլ քաղաքն է։ Այն կեսը արդեն որ Գան, Բրուջ է գրած դրանք Բելգիայի սահմանն են, Ֆլամանդրի այս կեսը արդեն ներքևի հատվածով լրիվ պատկանում է Ֆրանսիային։ Ասեցի, որ դարում է եղել 1328 թվին հենց Ֆիլիպ 6-ը հաղթել է եւ սա էլ արդեն իրենց դուքս բուրգունդյանների հաղթանակի շնորհիվ է եղել այդ ամենը։ Մի խոսքով սիրելիներս, այդ բոլոր աշխատանքները եթե կարդում եմ, դրանք ներկապահին բելգիական նկարիչների անուններ են նշված։ Ահա, առաջ անցնեմ, տեսեք պահպանված է նաև փայտե աստիճանները եւ արդեն թանգարանը ունի մի շքեղ այգի, պարտեզ, որտեղ այս վերնամասում տեղադրված են հետաքրքիր թիկնաթոռներ, նստեցինք, վայելեցինք, արևը նույնպես վայելեցինք, հին ձևը շենքի պահպանված է, նորից եմ հիշեցնում, երբեք իրենք չեն քանդում հինը, ցիտիկի բունը տեսակ, ուրեմն դե արդեն այս քանդակն է մոդեռն էր։ Մի խոսքով սիրելիներս, վայելեցինք թե թանգարանը, թե այդ բլուրը, այդ այգին, եւ թե համեղ սուրճը, եւ թե ընտիր եղանակը, եւ հիմա բարձր տրամադրությամբ գնում ենք Լիլ։ Իդեպ ինչու եմ ցույց տալիս այս փողոցը, եթե նայում եք ասֆալտապատ չէ, քանի որ այստեղ ձմռան ընթացքում լինում է, որ ցրտում է եւ սառցակալում է, իսկ վարորդների համար նման ճանապարհը ավելի ապահով է։ Ֆլամանդական արվեստի հավաքությունները վայելելուց հետո արժե, որ հիմա այլ բնությունը համադրենք այդ գեղեցկության հետ եւ հաստատենք, որ Ֆլանդրիայի ֆրանսիական մասի մշակութային կենտրոններից մեկում եղանք, ավանդական բլուրում, որը ռազմավարական կենտրոն է մինչ օրս համարվում, եւ այս շքեղ տեսարանից կամաց հրաժեշտ տալով շարժվում ենք առաջ։ Իսկ այս հատվածը ինձ հիշեցնում է Ստեփանավան գնալու ճանապարհը։ Եթե կհաստատեք կամ համաձայն կլինեք, գրեք մեկնաբանությունում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս նորից հանդիպելու ակնկալիքով։ Առողջ մնացեք սիրելիներս, կհանդիպենք։